Ես անցնեմ իմ պատգամի, որովհետև իմաստունի մոտ ենք գնալու այսօր, նրա իմաստությունը լսելու եւ շատերի այդ իմաստությունը շատ տարբեր կերպ են մեկնաբանում, փորձենք որոշ բաներ հասկանալ։ Դրանից առաջ մինչև նրան հասնելը որոշ ճանապարհ անցնենք։ Այսպիսի հարց, եթե հենց քեզ առաջարկեին, որ դու ընտրես այն ամենը, ինչը որ քո կարծիքով քո կյանքը կդարձներ իմաստավոր, քեզ կդարձներ երջանիկ եւ դու հետարքիրա, ինչ կընտրեիր։ Ասենք 1-2 բան ես առաջարկեմ, որ դու մտածես։ Օրինակ, եթե անսահման հարստություն ունենայիր, հարգված հեղինակավոր աշխատանք ունենայիր, անվանի ճանաչված եւ ընդունված լինեիր հասարակության մեջ, մնացածը դուք շարունակեք։ Հիմա երկրորդ հարցը, այսինքն ինչը կընտրեիր։ Հիմա երկրորդ հարցը, ինչպես ես մտածում, այդ ամենին հասած մարդիկ կան թե ոչ։ Այն ինչ որ դու ասում ես, իսկապես կան, իհարկե չկան։ Ինչ անվանի մարդիկ չկան, հարուստ մարդիկ չկան, պաշտոնավոր մարդիկ չկան։ Այն ինչը որ դու երազում ես, որ ունենաս երջանիկ կլինես։ Հիմա արդյոք այս ամենը դարձրել են այդ մարդկանց կյանքը իմաստալից եւ արդյոք նրանք երանելի մարդիկ են։ Հիշատակված բաները վատ բաներ չեն, բայց մարդու կյանքը իմաստավոր եւ երջանիկ չեն կարող դարձնել։ Այն ինչ որ դու երազում ես, ուզում ես ունենալ, դրանք վատ բան չեն։ Իրար ճիշտ պիտի հասկանանք։ Ես բոլորովին ուրիշ բաների մասին, բայց մարդու կյանքը իմաստավոր երջանիկ չեն կարող դարձնել եւ երբ այս բաները դառնում են գլխավոր կյանքի նպատակ, դրանք հիասթափեցնում են մարդուն նորից ու նորից։ Հասնում ես քո ուզածին, հետո տեսնում ես ոչ մի ուրախություն էլ չունեցած։ Ամեն։ Ես այսօր նաեւ շատ անվանի մարդկանց պետքա մտքերին անդրադառնամ եւ դրական իմաստով եւ որոշակի հասկանալու նրանց նաեւ դիրքի պատճառը Ստիվ Ջոբսի վերջին խոսքերից մի քանի խոսք պիտի կարդամ։ Նա մահացավ միլիարդատեր 56 տարեկան հասակում։ Եվ մահվանից առաջ նրա խոսքերից մի քանիսը ես դուրս հանեցի ու հիմա ուզում եմ կարդալ։ Նա գրում է. Ես հասել եմ հաջողության գագաթնակետին գործարար աշխարհում, ուրիշների աչքում։ Իմ կյանքը հաջողության էությունն է։ Այնուամենայնիվ, բացի աշխատանքից ես քիչ ուրախություն ունեմ։ Ի վերջո, հարստությունը պարզապես կյանքի փաստ է, որին ես սովոր եմ։ Այս պահին, երբ հիվանդ պառկած եմ անկողնում եւ հիշում եմ իմ ամբողջ կյանքը, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, որը ես ունեմ, անիմաստ են մոտալուտ մահվան դիմաց։ Դուք կարող եք ինչ-որ մեկին վարձել ձեզ համար մեքենա վարելու եւ ձեզ համար գումար վաստակելու համար, բայց դուք չեք կարող որևէ մեկին վարձել ձեր ունեցած ամբողջ գումարի դիմաց, որպեսզի նա ձեր փոխարեն կրի ձեր հիվանդությունը։ Նյութական իրեր կարելի է գտնել, կարելի է գնել, բայց կա մի բան, որ հնարավոր չէ գտնել եւ գնել, երբ այն կոչվում է կյանքը, հնարավոր չէ գնել։ Ձեզ լավ վերաբերվեք։ Շարունակության մեջ շարունակություն կա, չեմ ուզում կարդալ, որովհետեւ ասելիքս շատ է, հանկարծ սրանով չանցկացնեմ ժամանակս։ Հույս տեսակ էստեղ։ Հույս տեսակ։ Ինչու չկար այդ հույսը։ Աշխարհի մեծագույն տեխնոլոգիական առաջնորդներից մեկը։ Apple-ի հիմնադիրը, ավելի ճիշտ համահիմնադիրը, բայց իրականում ինքն է հիմնադիրը։ Երբ որ մեռավ ուներ շատ փող, բայց անհույս։ Իրա մասին որոշ բաներ ես կասեմ, բայց մինչև այդտեղ էլ հասնելը, տեսնենք ինչ ասում մեզ ավետարանը, ինչով է Աստվածաշունչը, ինչով է մեզ հուսադրում։
Երանելի է այն մարդը, որ մենք երանելության, ուրախության, երջանկության, իմաստի մասին ենք խոսում։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում։ Թեման փոխվում է։ Մինչ այստեղ, որ ես խոսում էի, բոլոր ուշադիր լսում են, բայց հենց սրանից հետո, այ միամիտներ, դուք ինչ եք հասկանում փողը ինչ է։ Հասկանում ենք փողն ինչ է։ Այ հենց դուք չեք հասկանում, որ ձեր հույսը դրել եք փողի վրա։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Այ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Ահա ով է երանելի մարդը, ահա ով է երջանիկ մարդը, ահա ով է այն մարդը, որ ապրում է իմաստալից կյանք։ Ամեն։ Մարկոս 10-րդ գլխի 17-25 համարներում կարդում եք, ես հատվածներ կկարդամ, եւ այդ 72 արդ այն 72 ուրախությունով վերադարձան ու ասացին. Տեր, դևերներ են հնազանդվում մեզ քո անունով։ Եվ նրանց ասաց. տեսնում էի սատանային, որ կայծակի պես վայր էր ընկնում երկնքից։ Ահա իշխանություն տվեցի ձեզ ոտնակոխ անելու օձերին ու կարիճներին եւ թշնամու ամբողջ զորությանը եւ ոչինչ չի վնասի ձեզ։ Սակայն մի ուրախացեք նրա համար, որ ոգիները հնազանդվում են ձեզ, բայց առավել ուրախացեք, որ ձեր անունները գրված են երկնքում։ Եվ դառնալով աշակերտներին առանցին ասաց. երանի ձեր աչքերին, որ կտեսնեն այն, ինչ որ դուք տեսնում եք, որովհետև ասում եմ ձեզ, որ շատ մարգարեներ եւ թագավորներ կամեցան տեսնել այն, ինչ որ դուք եք տեսնում եւ չտեսան, եւ լսել այն, ինչ որ դուք եք լսում եւ չլսեցին։ Եվ ահա մի օրինական վեր կացավ, նրան փորձելով ասում էր. վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանք ժառանգեմ։ Ահա ովքեր են նրանք, ով երանելի են, եւ ահա ովքեր են նրանք, որ առավելագույն ուրախություն ունեն։ Փառք Տիրոջը նրանց համար։ Եվ Մատթեոսի 6-րդ գլխի 25-34-ը դրա համար ասում եմ ձեզ, որ ձեր կյանքի համար մի մտահոգվեք, թե ինչ պիտի ուտեք, ինչ պիտի հագնեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն ավելի է կերակուրից, մարմինը հագուստից, նաև փողից, նաև դիրքից, նաև ամեն ինչից։ Նայեք երկնքի թռչուններին, որ ոչ սերմում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ հավաքում, եւ ձեր երկնային հայրը կերակրում է նրանց, չէ որ դուք նրանցից ավելի թանկ եք։ Ալելույա։ Դու ավելի թանկ ես այն արարածներից, որոնց համար հոգ է տանում քո Տերը, քեզ ստեղծողը, որ նաև նրանց ստեղծողն է։ Այսօր մենք արդեն ասեցի, որ հույր պիտի գնանք երբևէ այս երկրի վրա ապրած ամենահարուստ մարդուն եւ թույլ տանք, որ նա փողի հարստության ունեցվածքի մասին մի քանի պատկերացումներ կիսվի մեզ հետ։ Բայց մինչև այդ երկու օրինակ մեր օրերում ապրած եւ ապրող մարդկանց կյանքից լսենք։ Մեջբերում։ Ես ուզում եմ, որ իմ վերջին կտրոնը, վերջին չեքը չընդունվի։ Սրանք միլիարդատեր բարերար Չարլզ Ֆինիի խոսքերն են, ով իր կարողությունը ձեռք է բերել duty free ինդուստրիայի միջոցով։ Եվ 1984 թվականից սկսել է գաղտնի բաժանել իր միջոցները բարեգործական նպատակներով։ Նա ուզում էր, որ իր վերջին չեքը բարեգործության նպատակով, որ պիտի լիներ, այնքան մեծ լիներ, որ չկարողանային կանխիկացնել։ Հետարքիր է, շատ հետարքիր է։ Նա բաժանում էր միլիարդավոր դոլարներ չբացահայտելով իր անունը։ Նա ասում էր. փողդ պիտի բաժանես քո կյանքի ընթացքում եւ ոչ թե մահվանիցդ հետո։ Ալելույա։ Նա մահացել է 2003 թվականին։ Մինչև 16 թվականը բաժանել է 8 միլիարդ դոլար։
18-ից մինչև 16-ից մինչև 23-ը ափսոս ես այդ վիճակագրությունը չունեի, որ ձեզ ներկայացնեի։ Այսինքն միայն այդ 8 միլիարդը չի։ Դուք պատկերացնեք 8 միլիարդ դոլար։ Հաշվելն էլ է մեր մտքից վեր։ Եվ այդ օրինակով նաև նա Ֆինին ազդել է Բիլ եւ Միլենդա Գեյթսերի վրա, որ նրանք սկսեն իրենց բարեգործական ֆոնդը։ Գեյթսերին նաև մյուս ներշնչողը եղել է Բիլ Գեյթսի մայրը, Մերի Գեյթսը։ Նա Բիլի եւ Միլենդայի ամուսնության նախօրեին իր հարսին նամակ է տալիս։ Նկատի ունենալով Հիսուսի խոսքերը գրում է հարսին. Հիշիր, ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվելու։ Հիշիր։ Այստեղ ինչ-որ մեկը ինչ-որ բան հիշելու անհրաժեշտություն ունի հիմա։ Հասկանում եք։ Դրանից կես տարի հետո Մերի Գեյթսը հիվանդանում եւ մահանում է։ Մոր մահից հետո Գեյթսերը ամուսիններով $100 միլիոն են ավելացնում իրենց բարեգործական ֆոնդին։ Մինչև օրս Բիլ Գեյթսը այդ ֆոնդի միջոցով $40 միլիարդ են նվիրաբերել բարեգործության նպատակով։ 40 միլիարդ։ Եթե դուք մտածում եք, որ ես սա հորինել եմ, ստեղծագործել եմ, բաց արեք համացանցը։ Ես համացանցից եմ վերցրել։ 40 միլիարդ։ Այսօր իր կարողությունը 108 միլիարդ է։ Եթե այդ 40-ը տված չլիներ, միգուցե ավելի շատ, կլիներ 150 միլիարդ։ Այսինքն թե 100 միլիարդ, թե 150 միլիարդ։ Մեծ հաշվով ինչ նշանակություն ունի։ Ֆինին մարդկանց ասում էր, արեք բարեգործություն, փորձեք, ձեր դուրը կգա, փորձեք, ձեր դուրը կգա, ալելույա, փորձեք, ձեր դուրը կգա, ով որ մի սովածի մի կտոր հաց է տվել, իրա դուրը հաստատ եկել է, ով որ մի կարիքավորի մի բան է տվել, իրա դուրը հաստատ եկել է, լավ ազգացել, որ վերջապես ինքն էլ է մարդ, կարող է մեկին կերակրի։ Ժլատությունը մեր ապագան չի, առատաձեռնությունը ու համարձակությունն է մեր ապագան։ Այո, համաձայն եմ, ինձանից առաջ էստեղ կանգնող մեր քույրիկի հետ։ Նաև ամենամեծ քաջություն պետք է քարոզիչներին, որոնք ավետարանը քարոզեն համարձակ, քարոզեն այնպես, ինչպես որ գրված է։ Դեռ մեկ դարից ավելի 150 տարի առաջ Սպերջենը գրել է. որոշ քարոզիչներ այնպես են քարոզում, ինչպես էշը փուշ է ուտում։ Նրանք ովքեր գիտեն էշերն ինչ փուշ են ուտում, սրածայր փշերը, որ շատ են սիրում, դա իրանց ամենաքաղցր կերակուրն է, ձմռանը հավաքում են, թրջում են եւ ուտում են։ Պետք է իսկապես զգուշ լինեն, որովհետեւ այդ փշերի ծայրերը շատ սուր են։ Ավետարանը շատ սուր ծայրեր ունի։ Անհավատ քարոզիչները կներեք այդ բառի համար։ Եվ վախկոտ քարոզիչները շատ զգուշ պիտի ծամեն, որ իրենց քիմքը չվնասվի։ Այո, մեծ քաջություն է պետք ավետարանը քարոզելու համար։ Վախկոտներն իրավունք չունեն ավետարան քարոզելու։ Նա ով պատրաստ չի ամբողջ ավետարանը, որպես Աստվածաշունչը, ամբողջ Աստվածաշունչը, որպես Աստծո խոսք քարոզելու, նա պիտի չքարոզի։ Նրանք ովքեր ընտրությամբ քարոզ են տալիս, նրանք պիտի չքարոզեն։ Լավ, չմտնեմ այստեղ, գնամ առաջ։ Ուրեմն ես ասեցի, որ այս մարդիկ այսքան միլիարդներ էին նվերել։ Հիմա դուք ասես Ռուբիկ եղբայր, անկեղծ եղի, ես Բիլ Գեյթսը չեմ, ոչ էլ Ֆինին։ Եվ դա շատ ճիշտ է։ Ուզում եմ քեզ ասել, բայց ուշադիր եղի, ոչ էլ այն կինը, որ ընդամենը 2 լումա ուներ։ Ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը։ Ամեն։ Ոչ միայն Ֆինի ու Բիլ Գեյթսերի եւ ուրիշ մեծ բարերարների անուններն Աստծո մոտ հայտնի, այլ նաեւ այն 2 լումա ունեցող
կնոջ անունն է հայտնի։ Եթե դու 4 լումա ունես, դու կարող ես հայտնի դառնալ։ Անկամ եթե 1 լումա ունես, դու կարող ես հայտնի դառնալ Տիրոջ մոտ։ Ամեն։ Սա է սովորեցնում մեզ ավետարանը։ Դու քո ունեցած քչի մեջ եղիր հավատարիմ, որ շատ տրվիկ ես, որովհետև սա է սովորեցնում Հիսուս։ Ոչ շատի վրա հույսը դիր, եւ ոչ էլ քչի համար անհանգստացիր, քիչ առաջ ես կարդացի։ Աստված հոգ է տանում թրջունների համար, գազանների համար, եւ մեզ ասում է դուք ավելի թանկ եք նրանցից։ Առաջի Տիմոթեոս 6-րդ գլխի 7-8 համարները, քանի որ ոչինչ չենք բերել այս աշխարհ եւ ոչինչ էլ չենք կարող տանել, բայց եթե կերակուր ու հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ Իսկ նրանք, որ հարստանալ են ուզում, փորձության եւ որոգայթի եւ շատ անմիտ եւ վնասակար ցանկությունների մեջ են ընկնում։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ռուբիկ եղբայր, դու էլ գիտար, թե ինչի մասին խոսենք։ Մենք 2 լումայի մասին ենք խոսում, մենք 40 միլիարդի մասին ենք խոսում։ Որովհետև ավետարանը 2-ի մասին էլ խոսում է։ Եվ քանի որ աշխարհի ամենահարուստ մարդի մոտ պիտի գնանք, ճանապարհ ենք հարթում, որ նրան հասնենք։ Սողոմոնի մոտ, որ Աստված վկայեց իր խոսքի մեջ, որ իրանից առաջ այդպիսի հարուստ մարդ չի եղել եւ իրանից հետո էլ այդպիսի հարուստ մարդ չի լինելու։ Իսրայելի այդ թագավորը Սողոմոնը հասել էր այն ամենին եւ ավելին, բայց ասաց, որ դրանք բավարար չեն կարող իմաստ տալ մեր կյանքին։ Նա մի քանի սխալ պատկերացումներից է զգուշացնում, որոնք կյանքում փակուղու մեջ են, որոնք չիմացողները փակուղու մեջ կարող են հայտնվել։ Առանց Աստծո հարստությունը չի կարող մեր կյանքը լցնել իմաստով։ Եվ Սողոմոնը մի քանի կարևոր խորհրդով է կիսվում։ Եվ ես ուզում եմ որոշ բաներ դրանից առաջ ասեմ։ Սողոմոնը իր ժողովող գրքի առաջին գլխում խոսում է այս աշխարհակարգի իրերի դասավորվածության մասին։ Մի ազգ գնում է, մի ազգ գալիս է, բայց երկիրը կանգնած է։ Երկիրը միշտ կա, արեգակը ծագում է, մայր է մտնում, եւ այսպես շարունակ երկիրը միշտ կա, քամին փչում է, գնում է մի կողմ, հյուսիս, հարավ, գալիս է, եւ անդարդ այդպես շարունակ, գետերը գնում են, հոսում են, լցվում են ծովերի մեջ, ծովերը չեն լցվում, որովհետեւ ջրերը նորից հետ են դառնում այնտեղ, որ նորից հոսեն, եւ ասում է. Սիրտս տվեցի, որ իմաստությամբ հասկանամ ամեն ինչ, որ գործվում է այս արեգակի տակին։ Երկրորդ գլխում ասում է, որ որոշեցի գտնեմ ուրախություն, իմաստ կյանքի, վայելքների միջոցով, գին ու խնջույքների միջոցով, մեծ գործեր ձեռնարկեցի, հրաշալի այգիներ տնկեցի, ծառաներ ու աղախիններ ավելացրեցի, երգիչներ եւ երգչուհիներ ունեցա, այստեղ մի ավելացում անեմ ես, նա համեստորեն չի խոսում իր 300 կանած եւ 700 հարճերի մասին։ Ու նայեցի տեսա, որ դրանցից էլ ոչ մի օգուտ չկա, անիմաստություն է։ Հալելույա։ Երրորդ գլխում խոսում է ժամանակների մասին։ Ասում է, որ ամեն բան ժամանակ ունի, որ ապրելու օրերին գիտենք, որ ծնվելու եւ մեռնելու ժամանակ կա եւ ամեն բաների համար ժամանակ կա, բայց մարդը չգիտի, թե իրենից հետո ինչ է լինելու։ Դու չգիտես քեզանից հետո ինչ է լինելու։ Ես չգիտեմ քեզան, մենք գիտենք այսօր ինչ կա, թեկուզ մեր վաղն էլ չգիտենք։ Ամեն։ 4-րդ գլխում խոսում է տեսած զրկանքները, որ տեսել էր այս արեգակի տակին, անարդարությունների, մարդկանց կրած չարչարանքների մասին, որ կա այստեղ երկնքի տակ, արեգակի տակ, եւ հանգում է այն եզրակացության, որ արդար ապրած եւ մեռած մարդն ավելի գերադասելի է, քան անարդար ապրողները, որ ցավ եւ տառապանք են պատճառում մարդկանց, որոնց պիտի մխիթարեն եւ մխիթարող չկա, եւ ասում է, որ եթե նրանք չծնվեին, դա ավելի լավ կլիներ։ Եթե հիշենք Հիսուս մեկի մասին, այսպիսի միտք արտահայտեց.
երանի այս մարդը ծնված չլիներ։ Մարդու որդին պիտի գնա, ինչպես գրված է այդ մարդու մասին, բայց վայ նրան, որի ձեռքով պիտի գնա, այդ մարդը երանի էր, եթե ծնված չլիներ։ Հիշում եք Հիսուսի խոսքերը։ Այո։ Եվ հիմա հասանք 4-րդ եւ 5-րդ հասանք 5 եւ 6-րդ գլուխ, այս գլխի մասին մի քանի մտքերի ավելի կոնկրետ կանդրադառնանք։ Ուրեմն ժողովող 6-րդ գլխի 1-2 համարը։ Արևի տակ տեսել եմ, որ մի չարիք կա, ու այն մարդկանց մեջ շատ կա։ Մարդը, որին Աստված հարստություն ու ստացվածք եւ փառք է տալիս, այնպես որ իր հոգու ցանկացած բաներից պակասություն չունենա, բայց Աստված նրան իշխանություն չի տալիս դրանից օգտվելու, այլ այն օտար մարդ է ուտում, սայել է ունայնություն եւ վատ ցավ։ Լսեք, ես չեմ ուզում վատ բան ասեմ, բայց փորձեցի հասկանալ, իսկ Ստիվ Ջոբսը որքան բարեգործություն արել, ամեն տեղ որ կարդացի, ուղղակի գրված էր, այդ մարդը սկզբունքորեն չի ուզեցել բարեգործություն անել։ Ես զարմացա, այդքան փող ունես, հեչ մի մանկատուն, հեչ մի բան, հետո երբ որ իր աղջիկա գրած գրքից մի քանի հատվածներ ես նայեցի, իր աղջիկը իր հոր մասին գրում է Ստիվ Ջոբսի մասին, ասում է, որ հայրս, երբ որ խանութ էինք գնում, ամեն ինչի գները բարձրաձայն ասում էր, հետո թանկ ապրանքներ չէր առնում, հասկանում եք, հետո վերջում պիտի գրի, այդ մարդը գիտի ում էր մնացել, ով ա ուտելու, հենց այս մասին է ասում, Աստված տվել է ամեն բան, ժողովուրդ, փառք տվեք Աստծուն, ձեր ունեցածով գոհացեք եւ ասեք Տեր, իշխանություն տուր, իրավունք տուր, քո տվածը ուրախությամբ, առողջությամբ վայելենք։ Ամեն։ Ամեն։ Մենք չենք կարող այսօրվա չափանիշներով հաշվել Սողոմոնի հարստությունը, բայց գիտենք, թե նա ինչպես հասավ այդ ամենին։ Երբ նա 20 տարեկան էր, Տերը հայտնվեց նրան ու հարցրեց երիտասարդ Սողոմոնին, թե ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Եվ նա Տիրոջից իմաստություն խնդրեց, որ կարողանա ղեկավարել արդար եւ ուղիղ։ Աստծուն դուր եկավ Սողոմոնի խնդրանքը եւ Աստված նրան ասաց, որովհետեւ քո սրտում սա եղավ ու հարստություն, ստացված, փառք ու քո թշնամիների հոգին չխնդրեցիր ու երկար կյանք էլ չխնդրեցիր, այլ քեզ համար իմաստություն ու գիտություն խնդրեցիր, որ դատես իմ ժողովրդին, որի վրա քեզ թագավոր դրեցի, ուրեմն իմաստություն եւ գիտություն տվի քեզ եւ հարստություն, ստացված ու փառք էլ պիտի տամ քեզ, այնպես որ քեզանից առաջ եղող թագավորներին այսպես չի եղել եւ քեզանից հետո եղողներն էլ այդպես պիտի չլինի։ Ամեն։ Ինչ էր ուզում մարդը եւ ինչի ասավ։ Քանի որ դու հարստություն չխնդրեցիր, քանի որ դու իմ կամքը խնդրեցիր, իմ ժողովրդին առաջնորդելու համար իմաստություն խնդրեցիր, ես քեզ դա արդեն տվել եմ, բայց այն ինչ որ դու չխնդրեցիր, ես գիտեմ որ դրանք քեզ պետք են, այնքան շատ կտամ, որ քեզանից առաջ մեկը չի ունեցել, քեզանից հետո մեկը չի ունենալու։ 3-6 համարներում գրված է, եթե մարդը 6-րդ գլուխ, եթե մարդը 100 զավակ ծնի եւ շատ տարիներ ապրի եւ նրա տարիների օրերը շատ լինեն եւ նրա հոգին բարությունից չկշտանա եւ նա թաղում էլ չունենա, ասում են որ վիժվածը նրանից լավ է, որովհետեւ սա ունայնությամբ է գալիս եւ խավարում գնում եւ անունը խավարում ծածկվում է, արևն էլ չի տեսնի, ոչ էլ մի բան չի իմացնել, սա մյուսից ավելի հանգիստ է, իսկ նա թեև 2000 տարի ապրի ու լավություն չտեսնի, թե բոլորը մեկտեղ չեն գնում, այստեղ բաներ կա, որ մենք պիտի հասկանանք, հրեական ընտանիքի համար երկարակեցությունը եւ շատ երեխաները օրհնության չափանիշ էին, բայց տեսեք ինչ է համեմատում, ինչի է դա համեմատում, 300 հիասթափված 300 կանացից 700 հարճերից ասում է,
որ առանց Աստծո վիժվածքն ավելի երանելի է, քան այն մարդը։ Ուղղակի ասում է, ավելի լավ է ընդհանրապես չծնվել, աշխարհ չգալ, արև չտեսնել, քան թե ծնվել, աշխարհ գալ, ունենալ ամեն բան, բայց ապրել առանց Աստծո, հեռու Աստծո կամքից, Աստծո նպատակից, Աստծո մտերմությունից։ Նա չի ասում, թե վատ բաներ են, երկար կյանքը, ապրելը, մեծ ընտանիք ունենալը, շատ հարստություն ունենալը, այդ ամենը անիմաստ է առանց Աստծո, որովհետև միայն Աստված է տալիս իմաստություն, ճիշտ վարվելու իր տված ամեն հարստության հետ։ Ամեն, ամեն։ 7-րդ խոսքը, մարդու ամբողջ աշխատանքը իր բերանի համար է, սակայն նրա հոգին չի կշտանա դրանից։ Սոված հոգով, ցավով Ստիվ Ջոբսը գրում էր այդ մասին։ Նա ուներ ամեն բան, բայց հոգին էր սոված։ Դու ամեն ինչ կարող ես ունենալ։ Մի մտածի, որ հասար սրան, արդեն կուրախանաս ու երջանիկ կլինես։ Չէ, ամեն նոր բան ունենալու հետ նոր պրոբլեմներ են առաջանում։ Ամեն ավելացած $1000 հետ կապված նոր խնդիրներ են առաջանում։ Ամեն նոր ձեռք բերած հարստության ունեցվածքից հետո նոր խնդիրներ են առաջանում, որոնք ոչ թե հարստացնում են մարդու սիրտը, մարդու հոգին, այլ աղքատացնում են այն։ Առանց Աստծո որևէ բան մի փնտրեք, դա ձեզ կհիասթափեցնի։ Ես նորից կրկնեմ, հարստությունը վատ բան չի, ունեցվածքը վատ բան չի, բայց եթե նա քեզ համար կյանքի նպատակ է դառնում, ամեն ինչ փչանում է։ Որոշ մարդիկ կան, որ ասում են, փողն ինչ է, ձեռքի կեղտը։ Փողը ձեռքի կեղտ չի, փողը շատ լավ բան է, եթե դու կարողանաս իր հետ լավ վերաբերվես։ Եվ այդ մարդիկ, որ ասում են փողը ձեռքի կեղտ է, հանկարծ մեկը մի քանի հատ $100 երկինք գցի, կարող է պարաշուտով հասնել դրան։ Մարդու հոգին աշխատանքի բերած նյութական բանով չի կշտանում, որովհետև հոգին կշտացնում է միայն աննյութական բանը։ Աստված հոգի է և նրան պիտի երկրպագեն հոգով և ճշմարտությունով։ Աստված հոգի է մարմնի բանով և մենք էլ ենք հոգի, եթե ուզում եք իմանալ։ Մարդը հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ։ Ալելույա։ Եվ այդ հոգին նորից կրկնեմ, նյութով չի լցվում և չի կշտանում։ Ուտելիք և խմելիք չի երկնքի արքայությունը, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուսն էլ ասում էր, երկնքի արքայություն ուրիշ տեղ մի եկեք, երկնքի արքայությունը հենց ձեր մեջ է։ Եթե ձեր մեջ չկա այդ ուրախությունը, դրսի բանը ձեզ ուրախ չի կարա դարձնի։ Այսօր որ սենց ինքնամոռաց երգում էինք, որ փրկել է, իր արյունով մեզ սրբել է, և ինքնամոռաց փառք էինք տալիս։ Լսեք, ինչ էր ասում, ասում էր քո ամբողջ փողով, ես չգիտեմ քանի միլիարդ ուներ այդ ժամանակ Ստիվը, որ ասում էր ամբողջ փողով մեկին չես կարող գտնել, որ այդքան փողը տաս ինքը քո հիվանդությունը կրի։ Միթե դա ճիշտ չի։ Սիրելիներ, կյանքում կարևոր բաներ կա, դուք դրանց մասին մտածեք։ Փողը չի ամենակարևոր բանը։ Նորից կրկնեմ, բոլորին փող պետք է, նա ով ծույլ է, նա անհավատ է, անհավատից էլ գեշ է։ Մարդը պիտի ջանասեր լինի, աշխատասեր լինի, իր ընտանիքը պիտի կարողանա պահի, բարեկեցիկ կյանքով։ Բայց դա պիտի չլինի գլխավորը, փող բոլորին է պետք։ Ունեցված բոլորին է պետք, նա ով շատ ունի, թող վայելի և թող մեղք չհամարի, վայելեք ձեր ունեցածը, բայց դա ձեզ համար հոգու կերակուր չի կարող լինել, կյանքի իմաստ չի կարող դառնալ։ Սա հերթական փակուղին է, չմտնեք այնտեղ։ Ասում եմ, մարդու ամբողջ աշխատանքը իր բերանի համար է, սակայն նրա հոգին չի կշտանում դրանից։ Ամբողջ աշխատանքը բերանի համար է։ Հիսուսն էլ ասում էր, ինչ մտնում է բերանից, ավարտը գտնում է արտակնոցում։ Եվ վերջ, նա հոգուն ոչ մի օգուտ չի տալիս, հոգին է ուրախացնում, հոգին
հոգին է կերակրում։ Ալելույա։ Հոգին քաղցած է, հոգին ծարավ է մնում եւ միայն Աստված կարող է լցնել, հագեցնել այդ քաղցն ու ծարավը։ Հովանու 6:50-51 Ես եմ երկնքից իջած հացը, եթե մեկը սրանից ուտի չի մեռնի, ես եմ կյանք տվող հացը, որ երկնքից է իջել, եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան պիտի ապրի։ Ահա, իսկական հոգու հացը։ Ահա ով է մեր հոգու հացը։ Սաղմոս 63:1-5 Ով Աստված, դու ես իմ Աստվածը, ես առավոտյան քեզ եմ փնտրում, հոգիս ծարավում է քեզ, ու մարմինս քեզ է փափագում չոր ու ցամաքած տեղում, որտեղ ջուր չկա, քո զորությունն ու փառքը տեսնելու համար, ինչպես քեզ տեսել եմ սրբարանում, որովհետև քո ողորմությունը կյանքից լավ է, իմ շրթունքները քեզ պիտի գովեն, այսպես կօրհնեմ քեզ իմ կյանքում, քո անունով ձեռքերս վեր պիտի բարձրացնեմ իբրև թե ճարպով ու պարարտությունով, կկշտանա իմ անձը ու ցնծության շրթունքներով կգովի իմ բերանը։ Ալելույա, երանելի մարդիկ սրանք են, որ իրանց համար կյանքի նպատակը այն ծարավն է, որ Աստված պիտի լցնի։ Ալելույա։ Սաղմոս 42:1-2 Ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, այնպես էլ իմ անձը քեզ է փափագում, ով Աստված, հոգիս ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ պիտի գամ եւ երևամ քո առաջ, ալելույա։ Ուրախությունով մտեք Տիրոջ տուն, ուրախությունով եկեք։ Եկեղեցին պարապ ժամանակվա զբաղմունք չի, եկեղեցին մեր գործերի գլխավորն է, մեր օրհնության պատճառն է։ Եվ եկեղեցի եկեք պատրաստված ուրախությունով։ Ես Տիրոջ առաջ երևալու եմ գնում, 7-րդ օրն է, հանգստության օր է, հանգստություն պիտի գտնեմ իմ մարմնի համար, իմ մտքի համար, իմ մտածմունքների համար, իմ հոգսերի համար, ես գնում եմ Տիրոջ առաջ երևալու։ Այդ օրը փող աշխատելու օր չէ, այդ օրը Տիրոջը պաշտելու օր է։ Ալելույա։ Կիրակի օրը որքան էլ շատ աշխատես դրանից, հոգիդ չի կշտանա, շատ պարզ էր ասում։ Քո աշխատածը բերանիդ համար է, ոչ թե հոգուդ համար։ Սա էր ասում, ալելույա։ Լսեք, նորից կրկնեմ, որ ծույլ մի եղեք, աշխատեք ձեր եւ ձեր ընտանիքի կարիքը հոգացեք, բայց այնքան մի տարվեք աշխատանքով, կարիերայով, որ մոռանաք ամենագլխավորը։ Առանց Աստծո ոչ մի բան, այո, կրկնում եմ, շեշտում եմ, ոչ մի բան իմաստ, արժեք, նպատակ չունի։ Եթե կարիերատ քեզ խանգարում է, հեռացնում է քեզ Աստծուց, հեռացնում է քո հավատքից ու եկեղեցուց, խնդրեմ, միասին լսենք Հիսուսին։ Եվ եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի այն եւ քեզանից դեն գցի։ Քեզ համար ավելի լավ է կախ կամ հաշմանդամ մտնել կյանքը, քան երկու ձեռք, երկու ոտք ունենալ եւ հավիտենական կրակը գցվել։ Եվ եթե քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանի այն եւ քեզանից դեն գցիր, քեզ համար ավելի լավ է մեկ աչքով մտնել կյանքը, քան թե երկու աչք ունենալ եւ գեհենի կրակը գցվել։ Ժողովուրդ, երբ որ կանգնենք Աստծո առաջ, նա մեզանից մեր դիպլոմը չի պահանջելու։ Քանի բարձրագույն կրթություն ունենք, դա չի պահանջելու։ Որքան հարստություն ունենք, դա չի պահանջելու։ Երկրի թագավոր ենք եղել, թե ծառա ենք եղել, դա չի պահանջելու, դրան Տերը դա չի հետարքրում։ Հետարքրում է մի բան, այս մարդը հոգով կշտացել է, սրա հոգին լցված է նրանով, որ միայն ինձանից կարող է լցվի։ Այն ինչ որ կոչում է հավատք։ Եվ Ղուկաս 12:15-ում կարդում ենք. Եվ նրանց ասեց, տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որովհետեւ մարդու կյանքը կախված չէ իր ունեցածի շատությունից։ Կախված չէ։ Քո կյանքը, քո բարեկեցությունը
Հավատա այն մարդը, որ հիվանդ պարկած էր ու տողեր էր գրում, որ ես կարդացի։ Ես հիմա հիվանդ պարկած եմ։ Ես մինչև հիմա էլ իմ ուրախությունն եղել է փող աշխատելը։ Շատ պարզ։ Մինչև հիմա էլ գրում էր, որ իմ ուրախությունն եղել է փող աշխատելը։ Ես հիմա ոչ մի ուրախություն չունեմ։ Էլ չեմ կարողանում փող աշխատել, հիվանդ պարկած եմ։ Այսքան փողերսել, որ տամ որևէ մեկին, չի գա իմ հիվանդությունը կրի իմ փոխարեն։ Այ քեզ անհուսություն։ Դու անհույս երբեք չես կարող լինել, եթե հույսը դրել ես Տիրոջ վրա։ Դու այսպիսի տողեր երբեք չես կարող գրել։ Դու չես կարող գրել, որ հարստությունը ընդամենը փաստ է իմ կյանքում։ Այո, հարստությունը փաստից բացի ուրիշ բան չի կարող լինել։ Հարստությունը նպատակ չի կարող լինել, իմաստ չի կարող լինել, բովանդակություն չի կարող լինել։ Հարուստներ իմացեք, փաստ է ձեր հարստությունը ընդամենը։ Եվ վերջ։ Փաստ է, հարուստ եք։ Հետդ չեք տանելու։ Դրա համար Ֆինդին ասում էր, քանի կաս, քանի ապրում ես ունեցածդ բաժանի։ Մի թող մեռնելուց հետո եւ խորհուրդ էր տալիս, փորձեք, դուրներդ կգա։ Փորձեք, դուրներդ կգա։ Հալելույա։ Դա կլինի 2 լումա, կլինի 1 լումա, 10 լումա, 100,000 դրամ կամ 40 միլիարդ։ Աստծո համար կապ չունի։ Լուկաս 12:20-21, բայց Աստված նրան ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կպահանջեն, հետո ում պիտի մնա քո պատրաստածը»։ Այդպես էլ նա, որ իր անձի համար գանձ է հավաքում եւ Աստծով հարուստ չի։ Հարստացեք Աստծով, հարստացեք Աստծով, Աստծուն դարձրեք ձեր հարստությունը։ Աստծուն դարձրեք ձեր հարստությունը։ Մի օր բոլորս առանց բացառության բոլորս կհասկանանք, որ ինչ արել ենք, ինչ վաստակել ենք, ինչ չենք արել, ինչ ենք բերել, ինչ ենք տարել, ում ինչ ենք տվել, մի օր դա իմաստը կկորցնի։ Կկանգնենք այն մարդու փաստի առաջ եւ կիմանանք, որ արդեն գնում ենք այս աշխարհից։ Ես այս մասին շատ եմ խոսում, որովհետեւ կարծում եմ սպիտակ մազերով մարդիկ ավելի շատ լուրջ բաների մասին պիտի խոսեն։ Հալելույա։ Իսկ սև մազերով մարդիկ էլ պիտի ուշադիր լսեն, թե իրանցից առաջ գնացած մարդիկ վերջապես իրենց կյանքում ինչի են հասել եւ ինչ են հասկացել։ Այո, սա իմ հասկացածն է։ Խոնարհվեմ ձեր գիտության առաջ, բայց սա իմ հասկացածն է։ Տեսնեք դու քո իմաստությունով ուր կհասնես, փողերիդ հետ միասին։ Սա իմ հասկացածն է։ Թող հոգից կուշտ կլինի, հոգից թող ծարավ չլինի։ Մարմինս ոչինչ, կդիմանանք մի կերպ։ Անկեղծ որ ասեմ այսօր ավելորդ քաշի պրոբլեմ կա Հայաստանում, մի բողոքեք աղքատությունից, ավելորդ քաշի պրոբլեմ կա։ Ես վիճակագրություն կարդացի, Հայաստանի երեխաների 30%-ը ավելորդ քաշից տառապում է եւ դրա հետևանքով հիվանդություններ է ունենում։ Սա իմս չի առողջապահության նախարարության կամ չգիտեմ ինչ ծառայության հետազոտության արդյունքը։ Եթե ոմանք, որոնց համար իսկապես ավելորդ քաշը վտանգ է առողջության համար, իրանց կերակուրի 20%-ը, բայց լավ կլինի կեսը ուրիշի տան։ Եվ սովածները կկշտանան, և իրանց հոգին կկշտանա, և իրենց մարմինը կառողջանա։ Սա արդեն աստվածաբանություն չի։ Մատթեոս 16:26, որովհետև ինչ օգուտ կստանա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի եւ իր անձը կորցնի, կամ ինչ փրկանք կտա մարդ իր անձի համար։ Այս բանն էր ասում այն մեծահարուստը,
Ով կհամաձայնվի իմ ամբողջ փողերի դիմաց իմ հիվանդությունը կրի։ Ոչ ոք։ Ոչ ոք։ Եթե մենք թույլ տանք, որ մեր կարիքը, կարիերան, մեր աշխատանքը լինի մեզ համար ավելի կարևոր, քան մեր Աստված, մենք մեր հավատքը, մեր եկեղեցին, ապա մենք երբեք երջանիկ չենք կարող լինել։ Աստված մեզ ստեղծել է այնպես, որ առանց իրեն մենք չենք կարող ճիշտ ուղղությամբ գնալ։ Աստված մեզ ստեղծել է այնպես, որ առանց իրեն երջանիկ չենք կարող լինել։ Աստված մեզ ստեղծել է այնպես, որ առանց իրեն ճիշտ նպատակ չենք կարող ունենալ։ Առանց իրեն ճիշտ գործեր չենք կարող անել։ Մենք կարող ենք, Հիսուսն ասում էր, առանց ինձ ոչինչ չեք կարող անել։ Այսինքն ինչ էլ որ անեք, ոչինչ է լինելու։ Հալելույա։ Մենք կարող ենք ձևացնել, թե մեր կյանքում ամեն բան կարգին է, բայց առանց Աստծո ոչինչ էլ կարգին լինել չի կարող, քանի դեռ Աստված չի մեր կյանքում գլխավորը եւ ամենը ամեն բանի մեջ։ Մենք հոգով սոված, հոգով ծարավ, անիմաստ դեգերումներով պիտի անցկացնենք, ավելի շատ, ավելի ճիշտ մեր գոյությունը քաշտանք։ Իսկ Հիսուսն ասավ, ես եկել եմ, որ կյանք ունենաք եւ էլ ավելին ունենաք։ Այսինքն լեցուն, իմաստավոր կյանք, ոչ թե գոյություն քաշտանք։ Սողոմոնն ասում է, որ աշխատանքը վատ բան չէ, շատ ունենալն էլ վատ բան չէ, բայց դրանք քո հոգին չեն կարող կշտացնել։ 9-րդ խոսքում ասում է. աչքով տեսնելը հոգով փափագելուց լավ է, սա էլ է ունայնություն եւ հոգու տանջանք։ Ուզում եք մի քիչ մեկնեմ, թե ինչ է այստեղ գրված։ Մենք ասում ենք, վաղը այս կանեմ, երբ հարստանամ, այն կանեմ, երբ տուն ունենամ, այսպես կանեմ, երբ թոշակի անցնեմ։ Ինչ է ասում, աչքով տեսնելը հոգով փափագելուց լավ է։ Այսօրվա արածը 10 դրամը ավելի լավ է, քան դու ասում ես, երբ որ հարստանամ 100,000 կտամ։ Չես տա։ Քեզ մի խափի։ Սա սատանայի վաղն է, որ վաղվան սպասելով չեն ապրում իրենց այս օրը, վաղվան սպասելով դու կորցնում ես այս օրը, ապրի այս օրը, իսկ քանի որ վաղվա օրը մերը չի, շատերս չենք ապրում, նաև չենք հասնում մինչև այդ օրը։ Թորիս ամուսնացնելուց հետո ավելի ուրիշ բան է լինելու։ Կարող է հանկարծ ուրիշ բան պատահի։ Այդքան վստահես, վստահ մի եղի, կյանքն Աստծուն է, քոնը չի, վաղը քոնը չի, իմն էլ չի, ոչ ոքիս չի։ Լսեք, ես շատ լավ հասկանում եմ ինչի մասին եմ խոսում։ Երիտասարդները կարող է իրանք մտածեն հələ շատ հեռու է, բայց ես չեմ կարող մտածել, որ շատ հեռու է։ Շատ հեռու չի, բոլորից սա շատ մոտ, բայց ինձ ավելի մոտ, որովհետև ես այստեղ շատ շատերից ավելի տարիքով եմ։ Միգուցե ինձանից տարիքովներ կան, հաստատ կան, գոնե մեկին ճանաչում եմ։ Ինչև է, մենք բոլորս պիտի կանգնենք Աստծո առաջ։ 10-11 համարը 6-րդ գլխի եւ կանցնեմ 5-րդ գլխին եւ շատ արագ կանցնեմ։ Ինչ որ եղել է արդեն նրա անունը դրված է եւ հայտնի է, որ մարդ է։ Ու նա իրենից զորավորի հետ չի կարող վիճել, որովհետև ունայնությունը շատացնող շատ բաներ կան։ Մարդուն ինչ է մնում։ Այստեղ էլ փորձեմ մի փոքր մեկնեմ, ինչ ասում։ Սողոմոնը սովորեցնում է, որ չի կարելի վիճել Աստծո հետ։ Քեզանից զորավորի հետ մի վիճի։ Իսկ ով է մարդու զորավոր։ Ավելի զորավորը, չէ։ Մարդու զորավոր Աստված է։ Ասում է մի վիճի Աստծո հետ։ Կյանքդ այդպես է դասավորվել։ Աստծո հետ մի վիճի, մարդիկ մեղադրում են Աստծուն։ Աստված, բա որ դուք ասին ինչու էսպես եղավ։ Բա նոր հիշեցիր, հələ դեռ հարց ես տալիս, որ ես կամ։
Այ հենց դրա համար էլ եղավ, որ դու չգիտես, որ ես կամ, կասկածի տակ ես վերցնում։ Մի վիճի Աստծո հետ։ Ինչու է իրանց գործերը հաջողվում, օրը մի տեսակ շոր են հագնում, չգիտեմ, տեսակ մեքենաներ, հələ սրանց տանը նայի, իմին նայի։ Մի վիճի Աստծո հետ։ Մի վիճի Աստծո հետ։ Ընդհանրապես նայում ես, ահլտես, ամեն ինչը ճիշտ ուտում ենք, ճիշտ խմում ենք եւ այլ, ամեն հլտես խալեսիրին շկանա, այս մարդը, ասма խալեսիրին չունեմ, այս ինչ բան է։ Մի վիճի Աստծո հետ։ Հիմա կարող ասես սա վիճել է, այո վիճել է։ Դու այդպիսին ես, ինչպիսին որ կաս։ Դու այդպիսին ես, ինչպիսին որ կաս։ Եվ փառք տուր Աստծուն դրա համար, որ հենց ոնց այդպիսին ես։ Ինչ որ ունես գոհացի դրանից։ Սուրբ Գիրքն ասում, ինչ որ ունեք ձեր ձեռքում, դրանով բավարարվեք։ Այդ քիչը կարող ես բարձրացնել Աստծուն, ասես գոհանում եմ, որ սա տվել ես, որ ես սոված չմնա։ Գիտեք, շատերը նստած հեռուստացույց կամ չգիտեմ ինչ են նայում, որ իմանան ինչ ուտելն է ճիշտ, ինչ ուտելն է առողջարար, եւ ասեմ ձեզ, դուք լավ գիտեք ինչն է օգտակար, ինչը օգտակար չի։ Եվ հա նախ այն ինչ որ ասում են, որ այսքան ու այսպես պիտի անես, ուրեմն դու ուրիշ ոչինչ պիտի չանես, առավոտից իրիկուն ժամացույցդ պահած, թե քանի րոպե հետո, քանի կաթիլ ջուր ես խմելու, քանի ժամ հետո Տեր իմ Աստված, ապրեք ազատ։ Շատակերություն մի արեք։ Որկրամոլությունը մեղք է, բայց լսեք։ Ապրեք չափավոր։ Քաղցրը վնաս է, շատ յուղալին վնաս է։ Բուսական բաներ որքան կարող եք կերել վնաս ուտեք, որքան էլ ուտեք վնաս չի տա, բայց դրանով մի ապրեք։ Կյանքը կախված չի կերակուրից, ոչ էլ մարմինը հագուստից։ Ալելույա, փառք Տիրոջը։ Ասում է, որ պիտի ընդունենք, պիտի ըմբռնենք կյանքի ամեն դասավորություն, ինչպես դասավորել է Աստված։ Աստծո հետ վիճելն անիմաստ եւ վտանգավոր գործ է։ Մի վիճեք Աստծո հետ։ Չվիճեք Աստծո հետ։ Ինչի էսի սենց եղավ։ Այդպես էր պետք։ Պողոսն ասում է Հռոմացիս 9:20-21-ում, բայց դու ով ես մարդ։ Կոպիտ է հնչում։ Եթե քեզ ա վերաբերվում, որ Աստծո հետ ես վիճում, Պողոսի ասածը դա իմս չի, բայց ես միանում եմ Պողոսին, դու ով ես, որ Աստծո դեմ խոսում ես։ Միթե ստեղծվածը կասի իրեն ստեղծողին, թե ինչու այսպես ստեղծեցիր։ Հա։ Քիթս ծուռա, իմն էլ ածուր, հետո կներեք կատակ եմ, ինչով եմ պակաս ուղղքի տնեցողներից։ Հասկանում եք։ Աստված քեզ այդպես է ստեղծել, ուրախացի, դու եզակի օրինակ ես։ Ոչ մեկի քիթը քո քթի նման մեծ չի։ Կներեք, ես կատակում եմ, որ որոշ բաներ ավելի լավ հասկանանք։ Միևնույն է հոգս անելով քո ասակի վրա մի թիզ կամ մի կանգուն չես ավելացնի։ Ես շուտ սպիտակեցի։ Հա? Ես էլ շուտ ճաղատացա։ Ինչ անենք։ Ձև կա, սպիտակը ներկել, ճաղատը կրակել։ Գոհանալ ամեն բանից Աստծուց, Աստծո հետ չվիճեք։ Երբեք մի Աստծո հետ սկսի վիճել, թե ինչու է աշխարհն այսպիսին, ինչպիսին որ կառուցված է, եւ որևէ մեկը դա քեզ չի կարող բացատրել։ Եվ վերջի համարը կարդամ այս գլխի ու արագ անցնեմ վերջի հատվածին։ Քանի որ ով գիտե թե որ բանն է ավելի, որ բանն է լավ,
կենթանի մարդու համար ստվերի պես անցկացրած իր ունային կյանքի բոլոր օրերում, որովհետև մարդն ով է եւ մարդուն ով պիտի հայտնի թե նրանից հետո արևի տակ ինչ կլինի։ Ոչ ոք։ Այդ կանխատեսումներ, չգիտեմ, գուշակություններ, ինչ է լինելու։ Ինչ որ լինելու է այստեղ ագրված։ Այո։ Աստծուց բացի ով կարող է բացատրել, թե ինչու է այսպես։ Դասականի ինչ որ բան, ինչ որտեղ սխալ է խոսքերին կարող ենք պատասխանել այսպես։ Ամեն տեղ, ամեն բան սխալ է, երբ Աստված մեր կյանքում իր տեղում չէ։ Ամեն։ Աստված լինի իր տեղում, ամեն բան, ամեն տեղ իր տեղում կլինի։ Ամեն։ Աֆորիզմի իմնա։ Մարդու կյանքի իմաստը Աստծո մեջ է։ Եթե ուզում եք իմանալ ձեր ապագան, դիմեք Աստծուն։ Հիմա 5-րդ գլխից մի քանի ճշմարտություններ եւ վերջացնեմ։ Եվ Սողոմոնը 5 կարևոր փաստ է մեկնաբանում։ Առաջի փաստը։ Ժողովող 5:10 արծաթ սիրող արծաթից չի կշտանալ։ Ոչ էլ հարստություն սիրողը եկամտից։ Սա էլ է ունայն։ Համար առաջի փաստ, որ մեկնաբանում է, որքան շատ ունենաք, այնքան շատ եք ուզում ունենալ։ Չհամաձայնվեցիր իմ հետ։ Դուք հանդիպել եք մարդու, որ ասի, ես էլ չեմ ուզում, որ ունեցվածքս ավելանա։ Օրինակ, միլիարդատերը գիտի, որ իր 1 միլիարդն անգամ հերիք է իր սերնդի համար մի 1000 տարի ապրելու, էլ ինչու է դրա վրա ավելացնում։ Եվ ունեցածնել ժլատությամբ պահում։ Լավ, հիմա ինչ-որ մեկի մասին ասում են 400 միլիարդ փող ունի։ Ինչին է պետք։ Պետք է։ Որովհետև այդպես է ուզում մարմինը, բայց անգամ 400 միլիարդը չի կշտացնում հոգին։ Սողոմոնն ապրել է ընդամենը 60 տարի, կամ դրա մոտ։ Ստիվ Ջոբսն էլ արդեն իմացաք, 56 տարեկանում մահացավ։ Եվ դրա համար Հիսուսն ասում էր, տեսեք և զգուշացեք ագահությունից, որովհետև մարդու կյանքը կախված չէ իր ունեցվածի շատությունից։ Կյանքը կախված չէ։ Ես գիտեմ ինչից է կախված։ Ես ունեմ կախման կետ, և դա նյութական չի, աննյութական է, հոգևոր է։ Ես կախված եմ Աստծուց, կառչած եմ Աստծուց։ Եվ նաև ունեմ հենման կետ։ Աստված իմ ամուր ժայռն է։ Ես չեմ սասանվի։ Եթե Աստված քո ամուր ժայռն է, որ չի սասանվում, որովհետև դու կանգնած ես, եւ եթե դու կառչած ես Աստծուն, դու ամենաապահովն ես։ Ապրի խաղաղ, ալելույա։ Ես լսել եմ հարուստ մարդկանց, որ միշտ փող չունեն, որովհետև բիզնեսը միշտ նոր ներարկումների, նոր ներդրումների կարիք ունի, լրացուցիչ կապիտալների ներդրման կարիք։ Սա բիզնեսի օրենքն է, ոչ թե Աստծո օրենքը։ Սա իմ պատկերացմամբ ուրիշ բան չի, քան ագահությունը քողարկելու ձև եւ ավելի հարստանալու ձգտում եւ ծածկելու պատրվակ ագահությունը։ Եթե խիստ կարիքի մեջ լինեք, մի գնացեք ձեր շատ հարուստ բարեկամի մոտ։ Գիաստափվեք։ Ձերպես կարիքավոր մարդու մոտ գնացեք, նա ձեզ կհասկանա։ Ախար կուշտը սովածին երբ է հասկացել։ Եթե մեկը սոված է մնացել, գիտի ինչ է սոված մնալը, երբ որ սոված մարդու է հանդիպում, իր ունեցածի կեսը կտա, էլի մի կտոր կկտրի կտա։ Ահա, ես հիշում եմ այդ շատ վատ բաներ։
Այո։ Հիսուսն ասաց. Դժվար է հարուստի համար մտնել երկնքի արքայություն։ Չասավ անհնար է, ասավ դժվար է։ Դրա համար ասում էր ջանք արեք, նեղ դռնով ներս մտեք։ Եթե ասում էր ավելի հեշտ է ուխտը ասեղի անցքով անցնի, քան հարուստը երկնքի թագավորություն մտնի։ Փրկության համար էլ ասում էր ջանք արեք, որ նեղ դռնով, թե մի դեպքում, թե երկրորդ դեպքում կարող ես ջանք անելով այդ հարցերը լուծել։ Բայց իր բնական ընթացքը քեզ ուրիշ տեղ է տանելու։ Երկրորդ ճշմարտությունը, որի մասին խոսում է, Ժողովող 5:11։ Բարիքները շատանալիս շատանում են նրա ուտողները, ուրեմն նրա տերերի համար ինչ շահ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։ Երկրորդ ճշմարտությունն ասում է, որքան շատ ունեք, այնքան շատ եք ծախսելու, կամ հոժարակամ եք ծախսելու, կամ հարկադրաբար ձեզանից խլելու են։ Հարյուրավոր օրինակներ կասեք։ Եվ սա ճշմարտություն է։ Այո։ Երրորդ ճշմարտությունը, որքան շատ ունեք, այնքան շատ անհանգստանում եք, որովհետև շատ փողը կարող է շատ անհանգստության պատճառ դառնալ։ Նրանք, ովքեր փող ունեն, գիտեմ, որ ես սխալ բան չեմ ասում։ Բարիքները շատանալիս շատանում են նրան ուտողները, ուրեմն նրա տերերի համար ինչ շահ կա, բացի իրենց աչքով տեսնելուց։ Աղքատի մոտ գնան, հավաքվեն շուրջ 4 բոլորը, որ ինչ անեն, տրեխները տանեն։ Հարուստը գոնե կարող է հանկարծ տեսնի իր հագած մաշված կոշիկը տա, հարուստի մաշված կոշիկը էլ ինչ-որ բան է, էլի։ Բոլորը սպասում են, թե հարուստն իրանց ինչ կտա։ Ես մի պատմություն կարդացի, որ վիճակախաղով մի ընտանիք մեծ գումար է շահում, 1 միլիոն։ Հայրը փականակագործ է, տղաները իրենց իրենց հացը վաստակում են 22 եւ 26 տարեկան տղաները, աշխատում են իրենց հացը, վաստակում են, չգիտեմ, նավահանգստում, բեռնակրի, ծանր աշխատանքով, եւ հայրը ստացած այդ 1 միլիոնը բաժանում է հավասար մասի։ Շատ կարճ ժամանակ հետո տղաներից մեկը սկսում է գնել թանկարժեք ձիեր, տղաներից մյուսը գնում է թանկարժեք աղջիկերքի հետևից։ Մայրն էլ սկսում է կասկածել, որ իր ամուսինը գումարները իրանից պահում է։ 1-2 տարի հետո նրանք բոլորը կանգնում են դատարանի առաջ հարկերը չտալու համար։ Եվ մայրն ասում է, սա դևի փողն էր, սատանայի փողն էր, սատանայի փողը չէր, դուք սատանայություն արեցիք։ Սատանան փող չունի, փող Աստված ունի, գրված է, իմն է ոսկին և իմն է արծաթը, սատանային ով է փող տվել, են որ ասում էր, ես աշխարհի հարստությունն իմն է, խաբում էր, իսկ որտեղ է գրած, որ մենք սատանային պիտի հավատանք, սատանան ոչինչ չունի, ամեն, գրված է, իմն է ոսկին և իմն է արծաթը, դրա հետ ուղիղ վարվի, Աստծո ուզածով վարվի, և ոչ թե սատանայի ուզածով, ալելույա, 4-րդ ճշմարտությունը, որքան շատ ունենք, այնքան շատ կորցնում ենք, չունեցածը չես կարող կորցնել, հիմա ես կարող եմ ասել, ես գիտեք 1 միլիարդ կորցրել եմ, որտեղից եմ կորցրել, այդ որտեղից հետո էր ինձ 1 միլիարդը տվել, որ ես էլ կորցնեի, այո, իսկ շատ միլիարդներ ունեցողները կարող են կորցնել, են որ ասում են հանկարծ, չգիտեմ ինչ տեղի ունեցավ, ակցիաների արժեքները բարձրացավ, իջավ, ու այս մարդն այսքան կորցրեց, այսքան միլիարդ, կարող է մինչև 10 միլիարդ, 100 միլիարդ կորցնի, օրինակ կարող է, չգիտեմ, այդ հարուստ մարդու ակցիաները արժեզրկվեց և մի օրում ինքը տեղեկություն ստանա, որ իր 400 միլիարդը դարձել է 300 միլիարդ, ես չեմ չափազանցնում, հենց այդպես է, ինչ եղավ, ուր գնաց, կորցրեց նա, տեսա, որ մի ցավ կա, արեգակի տակին, 5-13-14-ը, այսինքն այն հարստությունը, որ պահվում է իր տիրոջ ձախորդության համար,
եւ այն հարստությունը մի չար պատահարով կկորչի։ Ալելույա։ Դա էլ է պատահում։ Այո, կորչում է։ Չգիտես ինչու։ Մենք էլ ենք կորցնում հաճախ։ Շատ ունեցողները շատ են կորցնում, մենք էլ մեր չափով ենք կորցնում։ Կարող էի, չէ, ես չհայտնվել հիվանդանոցում, այսքանը չկորցնեի։ Կարող էի, չէ, չհիվանդանալ, այս չկորեր։ Կարող էի, չէ։ Բայց երբեմն բաներ ա լինում, որ ասում ենք, ախար, այդ քրտինքով աշխատած ախար ոնց տանք։ Բայց պիտի տաս, որովհետև ուրիշ ձև չկա։ Ով է ինձ հասկանում։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որովհետև սա մեր կյանքի առօրյայից է։ Այդ ոչ թե կինոներն են կյանքից վերցրած կինոներ, այլ Աստվածաշնչի ամեն խոսքերը կյանքի խոսքեր են։ Եվ վերջում, որքան շատ ունենանք, այնքան շատ ենք թողելու եւ գնանք։ Որովհետև ես քիչ առաջ կարդացի։ Գիտենք, որ ոչինչ չենք բերել աշխարհ։ Որտեղից գիտենք։ Ով այրա մամային հարցրել։ Ես որ ծնվեցի, հետս ինչ բերեցի։ Կպատասխանի ցավ բերեցին, ինչ բերեցին։ Վարվա մնացի։ Քույրեր ասեք ճիշտ, գոնե դուք ասեք ճիշտ ես ասում։ Այո։ Եվ գրված է նաև հայտնի է, որ ոչինչ էլ այս աշխարհից չենք կարող տանել, չենք տանելու։ Խորհուրդը հետևյալն է։ Քանի որ ոչինչ չեք բերել, ոչինչ չեք տանելու, ունեցածով բավարարվեք։ Ալելույա։ Կերակուր ու հագուստ երբ ունենաք, դրանով բավարարվեք։ Ալելույա։ Հա բայց գրված չէ, քանի զույգ, քանի ձեռք։ Գրված է։ Որտեղ է գրված։ Ասեմ։ Ականջները բանարեցիք, որ հեսա ինչ ասելու։ Եթե երկուսն ունի, ով երկուսն ունի, մեկը չունեցող ընտա։ Այսինքն մեկով բավարարվեք։ Եղեք օրհնված։ Այո, հարուստ մարդիկ իրենցից հետո թողում են բոլորը, այն ամենը, ինչ դեռ չեն ծախսել, ուրիշները չեն կերել, չեն իրանց ձեռքից խլել, կամ չի կորցրել եւ չեն գողացել։ Թողնելու է այն ամենը, ինչ հաջողվել է պահել։ Իսկ իմաստուն հարուստն ասում էր. ձեր ապրելու օրերին արեք, ձեր փողերը բաժանեք, ոչ թե ձեր մեռնելուց հետո, որովհետև ձեր մեռնելուց հետո դուք չգիտեք ինչ կլինի։ Կգնա կենդանիներին պահպանելու ֆոնդին։ Վատ բան չի, Աստված է կենդանիներին ստեղծել եւ կենդանիներին պահելը վատ բան չի։ Բայց դու կարայիր մինչև կենդանիների պահպանության ֆոնդին անցնելը, դու կարող էիր սոված մանուկներին կերակրել։ Հիվանդ երեխաների բժշկության վճարը վճարել եւ այսպես շարունակ։ Ամեն։ Ամեն։